Վերնատուն Հանրային ռադիոյի ուղիղ եթերում Վերնատունն է, ես Նազելի Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիո լսողներ, Հանրային ռադիոյի կայքեջում ու նաև Facebook-յան հարթակում այս պահին մեզ դիտողներ։ Այսօր թանգարանների միջազգային օրն է, իսկ իմ հյուրն այսօր Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն է։ Ողջույն, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Շատ շնորհակալ եմ հյուրընկալելու համար եւ հատկապես այսօր։ Այո, ձեզ շնորհավորում եմ մասնագիտական տոնի առիթով, նաև մեզ եմ շնորհավորում բոլորիս, որովհետեւ տարվա մեջ թանգարանային գիշերը եւ թանգարանների միջազգային օրը առիթ է թանգարան գնալու, եթե նույնիսկ մոռացել ենք այդ տարածքի մասին, չէ՞։ Այդպեսի մի բան կա։ Շատ շնորհակալ եմ եւ ես էլ եմ միանում շնորհավորանքին բոլոր մեր գործընկերներին, բոլորիս այս կարևոր մշակութային տոնի եւ մասնագիտական տոնի առթիվ եւ նաեւ շնորհակալ եմ ձեզ, որ այսօր այս կարևոր օրով Ձեզ շնորհակալություն։ Սովորաբար թանգարանը դիտարկվում է որպես անցյալի պահոց։ Հայաստանի պատմության թանգարանը կարողանում է արդյոք դառնալ մի տարածք, որտեղ այցելուն կարող է այսօրվա հարցերի պատասխանները փորձել գտնել։ Պետք է ասեմ, որ շատ ակտուալ հարց եք տալիս, արդիական հարց եք տալիս եւ ընդհանրապես սա վերաբերում է թանգարաններին իրենց արդի առաքելությամբ, կարելի ասել հանրակրթական առաքելությամբ, որովհետև բոլորին թվում է, թե թանգարանները դեպի անցյալ են նայում։ Ես կասեի, որ նրանք ամենաապագային են նայում, հա, ամենաշատն են ապագային նայում, որովհետև հակառակ դեպքում անիմաստ կլիներ նրանց, այսպես ասած, հանրային գործունեության դաշտը, որովհետև իհարկե թանգարանները պահոցներ են, այնտեղ խնդիր կա պահպանելու ժառանգությունը, բայց դա այսպես միայն պահպանելու այս գաղափարի չի միտված, այլ միտված է, որպեսզի այդ ժառանգությունը արդիականացվի եւ արդիականացվի սերնդեսերունդ, որովհետեւ սերունդները նաեւ տարբեր մոտեցումներ, տարբեր վերաբերմունք ունեն անցյալի հանդեպ եւ այդ վերաբերմունքը ավելի քան արդիական է միշտ։ Հայաստանի պատմության թանգարանը բնականաբար առաջին տարիներին հատկապես նաեւ վերաբացման գործընթացում է եւ անընդհատ նոր ցուցադրական փուլեր ենք, հատվածներ ենք վերաբացում եւ անընդհատ փորձում ենք նաեւ ցուցադրական հարթակում, որպեսզի նախ մարդկանց հասանելի, հասկանալի լինի մեր պատմությունը, ինչքան որ մեր մոտ պահպանվող հավաքածուներն են թույլ տալիս, որովհետև թանգարանը ունի առանձնահատկություն, թանգարանը պատմում է ելնելով բնօրինակ հավաքածուներից, այսինքն նա պարզապես չի պատմում, ինչպես ցանկացած մեկ այսօր կարող է միացնել համացանցով իր հեռախոսը եւ պատմել։ Թանգարանի առանձնահատկությունն է, որ նրա պատմությունները միշտ հիմնվում են բնօրինակ ցուցանմուշների, պատմական աղբյուրների եւ ընդհանրապես այն հավաքածուի հիմքով, որը ինչ որ մի պահի հավաքվել է կամ նաեւ ընթացիկ հավաքվում է։ Պատմության թանգարանը այս առումով փորձում է իր մոտ պահպանվող հավաքածուների հիման վրա եւ նաեւ հնարավորինս համալրելով իր հավաքածուները, որտեղ վերջին տարիներին նաեւ համալրումներ ունենք եւ շատ ուրախ եմ դրա համար, այս համալրումների հիման վրա նախ ներկայացնել պատմությունը եւ նաեւ հնարավորություն տալ, որպեսզի մարդիկ գտնեն այդ զուգահեռներն ու կամ այդ մեսիջները, որոնք կարեւոր կլինեն այսօրվա համար։ Իսկ դա միայն ցուցահանդեսով կարծում եմ դժվար կլինի, որովհետև թանգարանը գիտենք սահմանափակ տարածք է, հաճախ ամեն ինչ հնարավոր չէ ցույց տալ, պատմել, նույնիսկ պատերն է սահմանափակ, այդ ամբողջ բոլոր պատմությունները, հա, նմուշների հետ ներկայացնելու։ Այս առումով մենք փորձում ենք նաև ցուցահանդեսներին զուգահեռ իրականացնել տարբեր տիպի միջոցառումներ, դրանք կրթական ծրագրեր են, դրանք բանախոսություններ են, դրանք պանելային քննարկումներ են, հենց այսօր ունենք մի պանելային քննարկում, հենց նվիրված թանգարանների, հա, դերի հետ կապված ունեցել ենք հուշարձանների
միջազգային օրվա հետ կապված մի հետաքրքիր քննարկում, այսինքն անընդհատ մեր այս գից հատվածը, հա, լեկտորիումը կամ կրթական հատվածները միշտ ակտիվ են, ել չեմ ասում բացատրություններ, ել չեմ ասում թվային հարթակներով որոշակի աշխատանք, որոնցով փորձում ենք, որպեսզի հնարավորինս տարբեր շերտերով կամ տարբեր կողմերով այս ժառանգությունը դառնա ակտուալ, այսինքն մարդկանց համար դառնա այսօրվա կյանքում էական։ Եվ կարծում եմ տարեց տարի հետաքրքրություն կա եւ աճում է այդ հետաքրքրությունը, հատկապես ինձ համար հետաքրքիր է, որ երիտասարդների մոտ է այդ հետաքրքրությունը ավելանում, ինչ ուրախալի է։ Եվ կարող է ասում եք, որ կարող է իր հարցերի պատասխանները այսօր գտնել։ Տեսեք, քանի որ այսպես լայն է տրված հարցը, որովհետև մենք ամեն դեպքում փորձում ենք այս հնարավորությունը տալ, ինչքանով որ ունենք այդ հնարավորությունը։ Ամեն դեպքում այդ անցյալի ցուցանմուշները կապվում են արդյոք ներկայի խնդիրների, process-ների հետ։ Որոշակի process-ներ հենց ասեմ, որ անցյալից են գալիս։ Օրինակ, այս թանգարանային գիշերվա ընթացքում մենք բացեցինք առաջին հանրապետության հատվածը եւ գիտենք, որ այսօրվա մեր հանրապետության նույնիսկ սիմվոլների մեծ մասը հենց այդտեղից են գալիս։ Դրա մասին երևի կխոսենք, բայց շատ հետաքրքիր էր, հա, տեսնել բաներ, որոնք այսօր թվում է այսօրվա սերունդը, հա, սերնդի համար նորմալ է, բայց դրա հիմքերը դրվել են ավելի քան 100 տարի առաջ։ Եվ պարզ է, որ նրանք հանդիպելով այդ բնօրինակ հավաքածուներին, նրանց մոտ արդեն այլ կերպ է նաև ընկալվում այսօրվա իրենց ունեցածն ու այսօրվա իրենց կոնտեքստը։ Պետականության մասին է, պետության մասին է, տարբեր խնդիրների մասին նաև, որոնք եղել են ժամանակին, որոնք անընդհատ այսպես պատմական նաև շրջափուլերով հաճախ արդիականանում են կամ հետ են մղվում։ Մեր նաև հենց ամբողջ ցանկությունն է դա, որպեսզի թանգարանում այս ամեն ինչը չմնա անցյալ, միայն հիշողության կամ բաժակաճառերի կամ հպարտության մի բան, որը եւս պետք է իր հիմքերը ունենա, հա, որովհետեւ ցավոք շատ ենք տեսնում նաև մեր հայրենակիցների, որոնք շատ քիչ են եղել, չգիտեն իրենց ժառանգությունը, բայց հպարտ են դրանով։ Սա էլ մյուս հարցի մյուս կողմն է, այ ճանաչողության, հա, կողմն է, որովհետև եթե դու չես ճանաչում, դժվար թե դրա մեջ գտնես որոշակի օգտակար, հա, ինչ որ բաներ այսօրվա հետ կապված, կամ կարող է շատ աղճատված լինի քո այդ մոտեցումները, ելնելով նրա պատմածից, նրա մեկնաբանությունից, նրա խնդիրներից, այսինքն մենք հնարավորություն ենք ստեղծում համենայն դեպս, որպեսզի այս հարթակը աշխատի եւ ակտուալ լինի այսօրվա կոնտեքստում, որովհետեւ կրկին ասում եմ, որ մեր նույնիսկ այնտեղ մի կարգախոս ունենք, որ մեր մոտ թանգարանը փորձում է կամրջել անցյալն ու ապագան։ Եվ դա հենց մեր մեծ պաստառի վրա է, թանգարանի շենքի վրա, մեր ամբողջ ջանքը նաև այս ուղղությամբ է։ Ինչքանով է դա ստացվում, կարծում եմ այդ դա առանձին մի գիտական հետազոտության կամ սոցիոլոգիական հետազոտության թեմա է եւ շատ ուրախ կլինեի, որ դա նաև թանգարանից դուրս, այսինքն որտեղ մենք հաճախ նույնիսկ այնքան մեջն ենք, որ չենք կարող այսպես հստակ ասել, որ այս մարդու մոտ այդ բանը աշխատեց, այս մարդու մոտ չաշխատեց, բայց դա շատ օգտակար կլինի նաև մեզ հասկանալու համար, արդյոք դա այսօր լուծում է մարդկանց համար ակտուալ խնդիրներ կամ իրենց ակտուալ հարցերի պատասխանները, կամ նոր հարցեր է առաջացնում, թե չի առաջացնում, կամ ամենավատը, որ անտարբեր են մնում, այդ ամենավատն է։ Ինչ վերաբերում է նոր բացված ցուցադրությանը, ինչ կարևոր շեշտադրումներ կան, որի մասին կուզեիք այսօր խոսել եւ հատկապես ինչ է հաղորդում եւ ինչ ցուցանմուշներ կան, փորձենք այսպես ընդհանուր ներկայացնել։
Պետք է ասեմ, որ նախ շատ ուրախ ենք, որ երկարատև դադարից հետո այս հատվածը կրկին հասանելի դարձավ մեր հանրությանը, որտեղ շատ այցելուներ էին հարցնում վերջին տարիներին եւ նաեւ մեր հյուրերը, որովհետեւ մեր պատմությունը, քանի որ գիտեք, շատ բարդ է, այսպես եւ գալիս է շատ հեռվից, քարեդարից է գալիս, հա մարդկանց մոտ շատ հարցեր են առաջանում, թե ինչու ամեն ինչ այսպես ստացվեց այսօր։ Եվ այդ նոր շրջանի նաև քաղաքական եւ պատմական տարբեր իրադարձությունների արդյունքում է, որ այսօր ունենք նաև ներկայիս Հայաստանը եւ այս հատվածում մենք հատկապես 20-րդ դարի առաջին տասնամյակների մասին ենք պատմում մեր ունեցած հավաքածուների հիման վրա, որը հատկապես ասոցացվում էր 20-րդ դարի այդ առաջի տասնամյակներում առաջին աշխարհամարտի հետ մեր հայ ժողովրդի մասնակցության եւ ընդհանրապես նրանց այսպես ասած ամենակարևորը այդ երազանքների ու ցանկությունների վերաբերյալ էր այս առաջին հատվածը այնտեղ ներկայացված է թե ինչպես հայերը նույնիսկ զենք վերցրեցին, միացան, տարբեր բանակների հավատալով, որ սա իրենց հնարավորություն կունենի երկար ժամանակ իրենց կորցրած պետականությունը վերականգնելու եւ սեփական հայրենիքում ազատ ապրելու այդ ցանկությամբ։ Իսկ այնտեղ կա որոշակի մոտեցում, որ անցյալի երազանքները այսօր գոնե ինչ որ չափով իրականացել են։ Տեսեք, դեռևս մենք չենք հասել այսօրվա, իրողություններին, հուսով եմ շուտով կհասնենք, բայց մեր մոտ պատմական այս նարատիվը այնպես ենք փորձում կառուցել, որ մարդիկ ճանապարհորդեն նաև ժամանակների միջով, որովհետև այնտեղ եթե մեր ցուցասրահներով հյուրերը անցել են, կտեսնեն նույնիսկ այդ ամեն դրան այդ բանով անցնելուց նաև շեմով անցնելուց կողքերի նույնիսկ ժամանակների, այս հերթափոխը եւ մեր խնդիրն է նաև այն եղել, որպեսզի մարդկանց ցույց տանք նաև այս փոփոխությունները, այս ընթացքը, ինչից ինչ է ստացվում եւ ինչից ինչ կարող է ստացվել։ Իրականում նաև սրանք մեր համար նաև կարևոր են նրանով, որ մենք դա պետք է անենք մեր հավաքածուների հիման վրա, այսինքն անշուշտ սա ենթադրում է ընտրույթ, որտեղ թանգարան ունի 400,000-ից ավելի նմուշներ եւ ոչ միշտ է որ այդ հավաքածուները բոլորը այսպես ներդաշնակ են, օրինակ մեր բրոնզե դարյան հավաքածուն ավելի լայն է, մեծ է, քան թե օրինակ քարեդարի, քան թե օրինակ նոր շրջանի նույնիսկ հավաքածուները, եւ ամեն մի ցուցադրություն նաեւ հետաքրքիր այսպես մարտահրավեր է, որպեսզի դու կարողանաս այսպես ներդաշնակություն գտնել ժամանակի ոգին փոխանցելու առումով, որովհետև ամեն ինչ չես կարող պատմել այդ հազարավոր, նույնիսկ միլիոնավոր տարիների մասին, դու կարող ես ընդամենը մարդկանց հուշել, թե ինչն էր այս ժամանակի այս շարժիչն ու կարևոր հոգևոր նաև երևույթները։ Օրինակ բրոնզե դարի հատվածում պարզ է, որ պետք է խոսենք մետաղագործությունից, որովհետև հենց ինքը անունը հուշում է դա, բայց նաև ոչ միայն մետաղագործությունից, որովհետև դեռ նեոլիթյան շրջանից երկրագործություններ են այդտեղ ծաղկում եւ դա բերեց նաեւ նոր տեխնոլոգիաների։ Այսպես շարունակ մինչեւ առաջին հանրապետություն եւ առաջին հանրապետության այս ամբողջ ցուցասրահում մենք ունենք 100-ից ավելի բնօրինակ շատ կարևոր ցուցանմուշներ, որոնք փաստավավերագրական նյութեր են, հատկապես լուսանկարներ, որոնք ցուցադրված չեն եղել։ Նոր նմուշներից կարող եմ մի քանիսը շեշտել, հատկապես անցած տարի մեր ձեռքբերումներից էր մեր մարսելահայ բարեկամների կողմից թանգարանին նվիրված Նանսենյան անձնագիրը, բնօրինակ, որը թանգարանը չուներ։ Եվ այնտեղ, երբ որ խոսում ենք նաև մեր այսպես ողբերգության մասին, որովհետև առաջին համաշխարհայինը գիտենք մեր համար նաև ողբերգական էր հայոց ցեղասպանության հետ կապված, շատ կարևոր է նաև խոսել, թե հայերը ինչպես էին փորձում վերապրել, ոչ միայն կորուստներ ունեցանք, նաև որոշ
առումով նաև վերապրեցին շատ մարդիկ, փորձեցին շարունակել եւ այն Անսենյան այս անձնագիրը հենց իր պատվավոր տեղում հիմա այնտեղ խոսում են նաև թե ինչպես նաև շատերը անտարբեր չէին եւ կանգնեցին մեր կողքին եւ նաև միասին փորձեցինք հաղթահարել, հա, այս տրավման, հա, որովհետեւ այդ տրավման հետագայում նաև դարձավ այսպես ինչ որ առումով մի երևույթ, որը նաև տարավ մեզ դեպի այլ պայքարի հատված, դադարդ մայիսյան հերոսամարտերն էին, երբ որ մենք հա կենաց եւ մահու կռվի դուրս եկանք, արդեն որևէ բան արդեն չունենալով, հա, կամ պետք է ապրեին կամ ոչ, հա, եւ այդտեղից նոր գնում է մեր վերածնունդը, հանրապետության վերածնունդը, որտեղ էլի նոր նմուշներ կան, շատ հետաքրքիր։ Ես նաեւ ուզում եմ ձեզ հետ խոսել, թե ինչպես եք լուծում պատմության ցավոտ կամ հակասական էջերը ներկայացնելու խնդիրը, քանի որ չգիտեմ, արդյոք թանգարանը պետք է լինի չեզոք, արձագանքող, կրթող, որը ձևավորում է հիմնականում քննադատական մտածողություն այցելուի մոտ, թե որոշակի դիրքավորում պիտի ունենա որոշ հարցերում։ Այ շնորհակալ եմ, շատ հենց այսպես լավ հարցեր եք տալիս, այս մտածելու հարցեր եք տալիս, բաներ, որոնք իրականում ակտուալ են այսօր թանգարանների առջև եւ կարծում եմ միշտ արդիական են լինելու, հա, թե թանգարանը ինչ դիրք պետքա բռնի, անշուշտ թանգարանը դեր ունի եւ թանգարանը ինքն է պատմողը, որովհետեւ եթե մենք ունենք հավաքածու, եթե մենք ունենք ձայներ անցյալից, կարելի է ասել դրանց խոսեցնողը այսօրվա թանգարանն է եւ թանգարանի մասնագետն է եւ ցանկացած պատումի հետևում, նարատիվի հետևում կանգնած է, հա, այսպես ասած թանգարանը իր մասնագիտական կոնտեքստով, շատ ժամանակ սա այցելուներին հակասական հարցերի հետ օրինակ հակասական հարցերի մասով փորձում է թանգարանը գտնել ոսկե միջինը, այսինքն որտեղ կա պատմագիտություն նաև, գիտություն, որտեղ իհարկե տարբեր կարող են լինել մեկնաբանությունները, բայց թանգարանը փորձում է գտնել այն ոսկե միջին մեկնաբանությունը, որտեղ նախապատվություն չի տա նաև ամենաայսպես ծայրահեղ կամ տարբեր մոտեցումներին, այլ կփորձի տալ նաև այս մոտեցումների հանրագումար, որովհետև ժամանակի ընթացքում նաև պատմությունն է, հա, այսպես տարբեր կողմերով, օրինակ մենք այդ ցեղասպանության հատվածը ունենք այստեղ եւ այնտեղ ներկայացված է ոչ միայն մեր ունեցած, հա, հավաքածուն եւ ընդհանրապես մեր պատմագիտության հա տեսակետը այնտեղ նաեւ ժամանակի այն մտավորականներն են, որոնք իրենց ձայն են բարձրացել, այնտեղ նույնիսկ ժամանակի մեդիայից հա մեջբերումներ կան, որտեղ որոնք նաեւ այդ ժամանակի հա այսպես տայլ երկրների հա մոտեցումներն ու մեկնաբանություններն էին այս իրադարձության հետ կապված, այսինքն մենք փորձում ենք գտնել այդ տարբեր, հա, հնարավորինս, ինչքան որ հնարավոր է, հա, ռեսուրսները, որպեսզի պատմությունը հնարավորինս տարբեր կողմերից ներկայացվի այցելուին, բայց նաև պետք է ասենք, որ իհարկե մենք թվային նաև կոնտենտ ենք օգտագործում այնտեղ, բայց թանգարանը ինքը չի կարող նաև պետք է հասկանանք, որ ամբողջական ներկայացնել իրավիճակը, որովհետև ինչ էլ անենք, միայն մեկա ֆրագմենտար հատվածներ միշտ մնալու են պատումից դուրս։ Իսկ պատմության թանգարանը արդյոք ձգտում է լինել քննարկումների հարթակ, թե ավելի ուզում եմ մնալ իր ակադեմիական, այսպես էլիտար միջավայրում։ Պատմության թանգարանը ձգտում է դառնալ քննարկումների հարթակ, վերջին մեր տարիների գործունեությունը հենց դրան է ուղղված։ Գրեթե թանգարանում ամեն շաբաթ կա նմանատիպ բաց միջոցառումներ, որոնք նույնիսկ այսպես ազատ մուտքով են, կամ բանախոսություններ են, կամ պանելային քննարկումներ են, կամ մարդիկ են, որոնք գալիս են իրենց տարբեր հարցերով, ել չեմ ասում հետազոտողներ, որոնց համար նաև փակ հատվածներն են, հա, բացվում կամ նրանց հասանելի դարձվում, ինչքան որ հնարավոր է մենք փորձում ենք դա
տանել դեպի բաց երկխոսական քննարկումների հարթակ եւ մեր բոլոր գործընկերները նաեւ նա գիտեն եւ շատ շնորհակալ ենք իրանց տեսակետների համար, ունենք գիտական խորհուրդ, ունենք գիտամեթոդական խորհուրդ, որոնց օգնությունը անգնահատելի է մեզ եւ այնտեղ տարբեր տիպի գիտնականներ թանգարանում չեն աշխատում դիցոք եւ իրենք նաեւ ամեն պահի իրենց խորհուրդներով են մեր կողքին, այսինքն որովհետեւ ինքը թանգարանը շատ լայն բովանդակություն բարենակող ինստիտուտ է եւ նույնիսկ այս անձնակազմը փոքր է այդ ամբողջ ժառանգության ամբողջական ուսումնասիրման, մեկնաբանման եւ տարբեր խնդիրներ լուծելու համար որը կլիներ լավագույնը, եթե այսպես փորձենք երևակայել։ Ես կարծում եմ, որ իմ մոտեցումն է նա, որ այս առումով ամենակարևոր տեխնոլոգիան դա համագործակցությունն է։ Այսինքն այս հարթակում, եթե մենք ունենանք տարաբնույթ համագործակցություն, դա խոսքը չի վերաբերում միայն գիտական, կրթական ոլորտի հետ, մենք նույնիսկ մասնավորի հետ ենք համագործակցում, օրինակ դիցուկ մենք ունենք այդ հնագույն կոշիկը, հա, որի հետ կապված նախագիծ արեցինք մասնավոր կոշիկի ընկերության հետ։ Հա, եւ շատ հետաքրքիր որ այդ կոշիկի ընկերությունը ինքն էլ անտարբեր չէր թանգարանի հանդեպ, հա, եւ շատ մեծ այսպես սիրով միացավ այդ նախագծին եւ միջև հիմա էլ հետաքրքիր այսպես բան ենք ստանում այդ համագործակցությունից, որովհետեւ դրանից միայն օգտվում է այցելուն, այսինքն ինչքան մենք ունենանք տարաբնույթ համագործակցություն, վերջին օրինակ համագործակցությունից մեկը մեր հուշարձան բանապահպան կառույցների եւ նաեւ նույնիսկ Լեռնահովիտ գյուղի բնակիչների հետ էր, երբ որ այդ անցած տարի հայտնաբերված վաղ միջնադարյան կոթողը պատահական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել էր, այդպես նույնիսկ վնասվել էր եւ դա բերվեց թանգարան, հիմա ամբողջացվեց ինչքան հնարավոր էր եւ դարձավ թանգարանի այսպես ամենահետաքրքիր եզակի նմուշներից մեկը եւ շատ ուրախ եմ որ այդ բացմանը այդ տան բակում որ գտնվել այդ կիններ եւ ինքը բացման խոսքով նաեւ հանդես եկավ եւ սկզբից բնականաբար որովհետեւ կասկածանքով էր ենթադրում որ իրենց գյուղի ժառանգությունը եկել են ուզում են տանեն Երևանում պահեն միտեղ բայց իր խոսքը շատ կարեւոր էր որ ասեց այժմ ես ասում եմ շատ հասկացա թե որ սա հենց իր տեղում է այս արժեքը, որովհետև այս տեղում էլ կարող է պատմել այդ գյուղի մասին, նաև իրենց մոտեցման մասին այդ ժառանգությանը, որովհետև եթե իրենք դեր չկանգնեին նաև դրան, հնարավոր այդ շինարարական աղբի հետ կամ բան խառնվեր եւ ընդհանրապես ոչ ոք չիմանար էլ ուղղակի ոչնչանար գնար, իսկ սա եզակի այսպես պատկերագրություն ունեցող կոթող է որ մասնագետները շատ բարձր են գնահատում եւ այն այսօր թանգարանում ցուցադրված է։ Շատ լավ, եկեք խոսենք նաեւ առհասարակ պատմության թանգարանի մեկ այլ կարևոր գործառույթի մասին, դա ինչ որ իմաստով իր գիտական պարտքը կատարելն է նաեւ միջազգային հարթակներում, այսինքն դիվանագիտական, այսպես ասած պարտքը, այ կան արդյոք միջազգային որևէ տեսակի կապեր կամ ծրագրեր, որտեղ կներկայացվի հայկական մշակույթը, պատմությունը։ Պետք է ասել, որ Հայաստանի պատմության թանգարանը վերջին տարիներին թերևս այս առումով ամենաակտիվ կառույցներից մեկն է երկրում եւ աշխատում է երկու ուղղությամբ հիմնականում դրանք համատեղ ցուցադրությունների կազմակերպման եւ նաեւ համատեղ նույնիսկ գիտական ծրագրերի ուղղությունը կարող ենք ասել այս առումով Երբ որ մի դեպքում մենք ենք հյուրընկալում տարբեր թանգարաններից հավաքածուներ եւ փորձում ենք համադրել մեր հավաքածուների հետ, ստեղծելով շատ յուրօրինակ հետաքրքիր պատմական մշակութային հանդիպումներ, կա այսպես ասեմ, եւ մեկ այլ դեպքում, երբ որ մեր հավաքածուներն են հյուրընկալվում այլ թանգարաններում եւ ուրախ եմ հայտնել, որ այս տարի այսպիսի մի մեծ ծրագիր կա Ակրոպոլիսի թանգարանի հետ, որը շատ հայտնի է եւ գիտենք, որ նաեւ գտնվում է հենց Ակրոպոլիսի հուշարձանի մոտ լրիվ նոր ենթակառուցվածքով, շատ լավ հայտնի թանգարան է եւ տարեկան միլիոնավոր այցելություններ է ընդունում եւ
մեր պետական կառույցների հետ համագործակցությամբ այս տարի հնարավորություն կլինի այնտեղ 170-ից ավելի արժեքավոր մի հավաքածու մեր պատմության թանգարանի մշակութային արժեքների պահոցից ներկայացնել եւ շատ հետաքրքիր է որ ներկայացվում է հնագույն շրջանը մինչեւ վաղ քրիստոնեություն Հունաստանում մենք ունեցել ենք ցուցահանդեսներ, սակայն առավելապես ներկայացվել է քրիստոնեական շրջանը, Հայաստանի քրիստոնեական շրջանը, բայց այ հնագույն շրջանը առաջին անգամ է ներկայացվելու Հունաստանում եւ դա եւս մի հետաքրքիր ձևաչափով է արվելու, որովհետեւ մեր գործընկերների հետ, Ակրոպոլիսի թանգարանի մեր գործընկերների հետ, որոնց հետ նաև աշխատել ենք, իրանք հյուրընկալեցինք Հայաստանում անցած սեպտեմբերին գլխավոր տնօրենը, որը հայտնի հնագետ է, պարոն Ստամպոլիդիսը եկավ, երկար նայեց մեր մոտեցումը, նաև մեր ռազմավարությունը Լուվրի հետ ոնց ենք աշխատում, տարբեր թանգարանների հետ ոնց ենք աշխատում եւ իրանք էլ եկան այն գաղափարին, որ շատ լավ կլինի անել ոչ միայն այսպես մաքուր հյուրընկալված ցուցահանդես, այլ հետաքրքիր կլինի նաև համադրել տեղի հավաքածուն եւ ստեղծել հետաքրքիր կապեր, օրինակ Ուրարտուն եւ հունական պոլիսները, ով կմտածվեր, որ այդպիսի կապեր կային, բայց ինքը ասաց, որ ես այստեղ կապեր տեսա։ Եվ առաջին անգամ շատ հետաքրքիր մի բացահայտում կլինի նաև այս ցուցահանդես, որովհետև Ուրարտուն բնականաբար այդ ժամանակ ավելի այսպես լայն բան ուներ, զարգացման հատված ուներ եւ պարզ է որ եղել է փոխազդեցություններ, եւ շատ ուրախ եմ որ առաջին անգամ նմանատիպ մեկնաբանություն կլինի, այս հավաքածուների ներկայացման առումով եւ մենք ինքներս էլ նաև պատրաստում ենք Բերլինի թանգարանային կղզուց հյուրընկալել մի շատ հետաքրքիր հնագիտական հավաքածու, որը էլի կրկին պատրաստում ենք համադրել մեր հավաքածուի հետ եւ այնտեղ պատմել օրինակ հին աշխարհում տեզերագիտական պատկերացումների մասին կամ հավատալիքների եւ առասպելաբանության մասին եւ դրանց առանձնահատկությունների շատ հետաքրքիր կլինի այսինքն մեր միջազգային այսպես ասած համագործակցության հիմնական ձևաչափերը դեռևս այսքանով են, այսպես են իրականացվում եւ դա մեր նաեւ կանոնադրական առաքելության մեջ է հենց այդպես դրվում եւ կարծում եմ դրանք ամենաարդյունավետն են զուտ թանգարանային լեզվով մեր ասելիքը ասելու առումով։ Շատ լավ, փորձենք ամփոփել մեր զրույցը, հաղորդումն ավարտվում է, շատ կարճ կուզեի ուղղակի ասեք, թե ինչն է այսօր թանգարանի համար հաջողության չափանիշը եւ արդյոք դա տոմսերի վաճառքն է, թե այցելուների օրինակ վարքագծային փոփոխությունները ավելի շատ այցել են եւ թե գուցե այլ։ Շատ լավ հարց է եւ կարևոր հարց է, որովհետեւ հենց այդ ուղղությամբ ենք մենք աշխատում։ Ես կարծում եմ թանգարանի ամենակարևոր հաջողությունը հանրային ազդեցությունն է իր։ Իսկ հանրային ազդեցություն նկատի չունեմ, թե ինչքանով ենք մենք օրինակ սոցիալական հարթակներում լայքեր հավաքում կամ չէ, չնայած դա էլ է ցուցիչ։ Շատ կարևոր է նրանով, թե մարդիկ ինչքանով են թանգարանի մասին խոսում, թանգարանի մասին հետաքրքրված եւ գալիս թանգարան կամ դարձնում են իրենց առօրյայի կամ ժամանցի մի մասը թանգարանային իր այդ միջավայրը կամ թանգարանային այցելությունը հենց սրան է ուղղված մեր ամբողջ ջանքերը, որովհետեւ մնացածը դրանից են ածանցվում, այսինքն եթե կա այդ ազդեցությունը իր հետևից կգա եւ տոմսերի վաճառքը, եւ հուշանվերների վաճառքը, եւ մեր միջոցառումների մարդաշատությունը, եւ նաեւ սոցիալական մեդիայում հավանումների քանակը, այսինքն դա մի բան է, որ այսօր բոլոր թանգարանների առջև է դրված այս խնդիրը եւ բոլոր թանգարանները հենց այս ուշադրության շուկայում պայքարում են իրենց կարևոր բաժնի համար, որովհետև իրոք շատ մեծ մրցակցություն կա այս առումով։
Շնորհակալություն թերևս այսքանը ես մաղթում եմ որպեսզի պատմության թանգարանը ինչ որ հետաքրքիր պատում պատմի այցելուներին, քանի որ այսօրվա այցելուն ժամանակակից մարդը պատումի հետևից է գնում, կարծես թե դա իմ կարծիքն է, չգիտեմ կիսում եք թե ոչ։ Թերևս շնորհակալություն, մեր հաղորդումն ավարտվեց, սիրելի ռադիո լսողներ, իմ հյուրն այսօր Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն էր, մենք խոսում էինք թանգարանային միջազգային օրվա առիթով։ Զրույցը վարեց Նազելի Օհանյանը, կհանդիպենք։ Վերնատուն